որ բոլորս միասին մեկ րոպե լռությամբ հարգենք 58 թաղամասի առհասարակ Գյումրու քաղաքի բոլոր պատերազմներին նահատակված մեր հերոսների համար։ Երանի չլսենք այսօր ոչ մի վատ լուր, երանի լինենք սարերը լուր, երանի Ուզում եմ, որ Գյումրու աղջիկները մեր հերոս զինվորների, մեր հաշմանդամ զինվորների համար երեխաներ ծնեն, բազմացնել մեր հայացքը։ Ես կյանքում առաջին անգամ ուզում եմ մտնել ես մեծ պայքարի մեջ, բայց ոչ թե նրա համար, որ ինձ պաշտոն է պետք։ 30 տարի առաջ գյումրեցին ինձ մի պաշտոն է տվել, որի անունն է մարդ։ Եվ այդ պաշտոնը և պահելու եմ ես մինչև իմ կյանքի վերջ։ Տեղի է ունենալու արհավիրք, այսինքն պլանավորած ծրագիր կա Գյումրիում և Գյումրիից սկսեն հեղաշրջում ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ հենց պատճառներից մեկը դա է, որ ես ուզում եմ կամ, որպեսզի այդ հրաբուխը, որը պատրաստվում է մեր Գյումրու գլխին գալիք, մենք կանխենք գյումրեցիներով։ Այս ընտրությունը տարբերվելու է բոլոր ընտրություններից, որովհետև այս անգամ գյումրեցու որոշումը պետք է լինի։ Քանի որ ընտրությունների մասնակից կուսակցությունների թեկնածուների 80%-ը հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են, միակ այլընտրանքային թեկնածուն ես եմ, ով պայքարում է բոլոր 8 թեկնածուների դեմ, գյումրեցիների անունից, գյումրեցիների որոշումով, գյումրեցու թեկնածու որպես օրը առաջադրվել եմ մի կուսակցությունով, որով առաջադրվել է երջանկահիշատակ ազգային հերոս Կարեն Սերոպի Դեմիրճյանը։ Նույնիսկ պատրաստ եմ գնալ այն ճանապարհով, ինչ որ գնացել է մեր Կարեն Սերոպի Դեմիրճյանը։ Նույնիսկ պատրաստ եմ հանուն արտարության համար գնդակահարվել, ինչպես ինքը գնդակահարվեց ազգային ժողովում։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը միտումնավոր կերպով բոլորին 9 թեկնածուների միակ մարդը ես եմ, ում պաստառները արգելեցին Գյումրի քաղաքում կպցնել։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, բոլոր 9 թեկնածուների հետևում ովքեր են կանգնած։ Երևանից կուսակցությունները չէ, որ պետք է որոշեն ով է լինելու Գյումրու ղեկավարը։ Գյումրու ղեկավարը պետք է լինի գյումրեցիների ծոցից ելած, գյումրեցիների դարդու ցավին ծանոթ, գյումրեցիների վշտին տեղյակ։ 7 տարի շարունակ ոչ մեկ չթակեց մեր զոհված հերոսների դռները։ Չասեցին, որ դուք տվել եք ձեր ամենաթանկը։ Չասեցին, որ մենք երախտապարտ ենք, որտեղ դուք զինվոր եք տվել մեզ համար։ Ինձ էլ Աստված մի սիրտ է տվել, որի ձեռը ես էլ կրակն եմ ընկել։ 2021 թվականին տեղի ունեցավ քաղաքապետի ընտրություններ։ Մասնակցում էին 10 թեկնածուներ։ Եվ զավեշտալին նա էր, որ ընտրություններին մասնակցեց Գյումրու ընդամենը 25%-ը բնակչության։ 70,000 բնակիչներ չգնացին ընտրության։ Գյումրեցու դարդուցավը միայն կարող է հոգալ այն մարդը, ով որ երկար տարիներ ապրել է գյումրեցիների մեջ։ Ով գիտի ինչ բան է տնակը, ով գիտի ինչ բան է սոված մնալը, ով գիտի ռազմաճակատի բարուտի հոտը։ Այդ մարդը կարող է լինել Գյումրու ղեկավար։ Ձեր քվեով եւ եկեղեցու դիմացում եմ Աստծո եւ դուք ինձ կտաք ձեր քվեն եւ ես կլինեմ քաղաքապետ։ Ես չեմ լինելու ձեզ համար քաղաքատեր կամ քաղաքակեր, լինելու եմ ձեր խոնարհ ծառան, ծառայելու եմ իմ ժողովրդին 24 ժամ, ինձ համար շատ դժվար է մտնել այս պայքարի մեջ, որովհետև այսօր թեկնածուների 80%-ը իրականում չեն ուզում, որ դառնան քաղաքապետ, իրանք դրա համար չեն գալիս, դրա համար չեն առաջադրվել, առաջադրվել են, որ վերջում մեկը մյուսին միանան, մեկը մյուսից վրեժ լուծեն, մեկը ԿՊ-ից վրեժ լուծեն, մեկը Քոչարյանից վրեժ լուծեն, մեկը Սերժից վրեժ լուծի, բայց տուժվողը հասարակ գյումրեցին է։ Իսկ դա մենք թույլ չենք տալու, որ Գյումրիից սկսվի Հայաստանի Հանրապետության հեղաշրջումը։ Հեղափոխությունը սկսվել է Գյումրիից եւ Գյումրիով էլ պետք է ավարտվի։
Հիմա դուք բոլորին ճանաչում եք, բոլոր ժամանակների քաղաքապետերին էլ, մարզպետներին էլ, պատգամավորներին էլ եւ դուք ինքներդ գիտեք ով ինչ ունի արած մեր քաղաքի համար։ Իսկ ես գալու եմ ամեն ինչ փոխելու եմ 180 աստիճան։ Ես դա ձեզ խոստանում եմ։ Մարտի 30-ից հետո գալու է դեռ ապրիլը, մայիսը եւ այդպես տարիներ շարունակ։ Եթե ես իմ յուրաքանչյուր խոսքից հրաժարվեմ, ցանկացած ժամանակ կարող եք փողոցումից կանգնեցեք, ասեք, արդյոք հարամ լինի այն կատը, որ դու կերել ես։ Լինելու է միակ թեկնածուն, ով ձեր քվեն ոչ մի թեկնածուի եւ ոչ մի քաղաքական ուժի չեմ տալու։ Ձեր յուրաքանչյուր քվեն մենք չենք միանալու որևիցե մի կուսակցության, չունեմ պայմանավորվածություն ոչ մի հետ եւ ցանկություն էլ չունեմ պայմանավորվելու։ Ժողովրդի քվեն ծառայելու է միայն ժողովրդի բարեկեցության համար։ Իմ ընտրվելուց հետո հաշված ամիսների ընթացքում արդեն սկսվելու է շինարարություն։ Առաջնահերթ դուրս են գալու տնակներից մեր են անօթևանել, ովքեր 37 տարի արդեն բնակվում տնակներում, քանզի այդ տնակները տրվել է 2 տարի ժամանակավոր օգտագործման համար։ Հիմա մարդիկ 37 տարի արդեն ապրում են, այդ տնակում ապրող երեխան արդեն թոռ ունի։ Տաքսու վարորդներն, ովքեր գրանցված են Գյումրի քաղաքում, պետք իրանցից հանեն գույքահարկը ամբողջովին։ Բոլոր տնտեսվարող խանութները 58 թաղամասի եւ ամբողջ քաղաքի խմիչքների եւ ծխախոտի տեղական տուրքը լինելու է անվճար։ Սա լինելու է նրա համար, որ գյումրեցին կարողանա ապրել։ Ամեն մի խանութ ստեղծել է մի փոքրիկ օջախ, ստեղծել է աշխատատեղեր եւ իր ընտանիքն է պայում եւ ձեռքի հետ էլ մի քանի ընտանիք։ Հիմա ինչ ուզում ենք այս խանութներն է փակենք, որ թողնեն մեր երկրից գնան, թե հակառակը այնպես սարքենք, որ սփյուռքը տեղափոխվի Գյումրի, կան մեր քաղաքում տներ առնեն։ Ցավով եմ տեսնում 58 թաղամասի շենքերի 70%-ը դադարք է։ Հələ դուրս արեք մթին տեսեք շենքերի քանի տոկոսի լույսերն է վառվում։ Այդ դա է ողբերգությունը։ Մենք այնպես պիտի անենք, որ Գյումրին զարգանա համաչափ։ Ոչ թե լինի միայն հրապարակը, որ 58 թաղամասից որպես զբոսաշրջիկ իջնեն հրապարակ, մանգան եւ վերադառնան նորից 58 թաղամաս կամ առհասարակ քաղաքից զարգացած ծայրամասից։ Այդ ամեն ինչի համար պետք է այնպիսի մի քաղաքապետ, որի հետ հաշվի է նստելու ամբողջ հանրապետության ղեկավարությունը եւ ժողովրդի հետ է հաշվի նստելու։ Այո, պիտի քաղաքն ունենա լեգիտիմ քաղաքապետ, ոչ թե կրբանի քաղաքապետ, ինչպես շատերն են լինում։ Լինելու ենք վճռական։ Գյումրեցու ցանկացած քաղաքացու հետ պիտի հաշվի նստեն օրվա իշխանությունները։ Այո, ասել եմ, երբ ես ընտրվեմ քաղաքապետ, թող իշխանությունները պատրաստ լինեն։ Ամեն օր լինելու եմ կառավարությունում։ Դռները փակեն, պատուհաններից եմ մտնելու։ Պատուհանները փակեն, կտուրից եմ ներս մտնելու։ Պետք է փոկեմ, բերեմ մեր քաղաքը սարքեմ։ Ուրիշ տարբերակ չունենք։ 5 տարի կորում են, մի անգամ գալիս են, ասում են եկել ենք, ձեզ համար տանենք, հրաշքներ կոպնենք, ես ենք անելու, են ենք անելու։ Ձայն տալով 5-րդ համարին, Արտյոմ Թումանյանին, իմացեք, որ 5 տարի ծառայելու եմ, կեղեքելու եմ, տանջելու եմ ինձ, բայց հասնելու եմ այն նպատակին, որ մեր Գյումրի քաղաքը պետք է իր մեջ կշտկի։ Կառուցելու ենք աղբի վերամշակման գործարաններ, տրամադրելու ենք Գյումրի քաղաքին անվճար տեխնիկա, որոնք առավոտից իրգուն մաքրելու են Գյումրու աղբը, վերամշակելու են, ստեղծելու են աշխատատեղեր։ Այս սրա մասին պետք է խոսենք, որ ոչ մեկ չեն խոսում։ Հիմա 37 տարի բոլոր իշխանությունները, բոլոր նախագահներն ու վարչապետերը խոստացել են, եկել են ձեր մեր քվեն մեզանից տարել են, բայց ոչինչ չեն արել։ Կոպիտ ասած մեր լեզվով մեզ ցցել են։ Հիմա մենք պետք է ժողովրդով հակառակն անենք այս անգամ։ Պետք է մենք ցցենք բոլորին, մեր ձայնով ու մեր քվեով։ Քվեարկության չգնալով ջուր ենք լցնելու բոլորի ճրաղացին։ Գնալով ընտրելով 5-րդ համարին մերժում ենք Ռոբերտ Քոչարյանի թեկնածուներին։ Ձայն տալով 5-րդ համարին մերժում ենք Սերժ Սարգսյանի թեկնածուներին։ Ձայն տալով 5-րդ համարին
մեր ժուլի քաղաքացիական պայմանագրի թեկնածուներին։ Ես որպես գյումրեցի թեկնածու, որպես գյումրեցիների թեկնածու գնալու եմ մինչև վերջ ժողովրդիս հետ, թեկուզ եւ տաղարժենա իմ կյանքը։ Սիրում եմ բոլորին, հպարտանում եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ գյումրեցի եմ, կրկնակի հպարտ եմ, որ հենց գյումրեցի եմ։ Շնորհակալ եմ ձեր ցանկալը։ Խոնարհվում եմ բոլորի առջև։ Գյումրեցու բախտն ուրիշ էր, ինք Գյումրմա ետն ուրիշ էր, ձորի մայլից մինչև Սեփով ֆայտոնի ձենն ուրիշ էր, արփաչայի քամի նստած, ուստեկի շախը ուրիշ էր, ձիդողցոստան հարսանիքի դահոր զուրն են անուշ էր, Գյումրեցոստան հարսանիքի դահոր զուրն են անուշ էր,